այդ հաճախականությունները սովետում չէին գործում։ Ու այդ սպիդոլայով, այդ հաճախականություններով ես ազատորեն լսում էի հաղորդումներ։ Եվ մի փոքր բան կար, ճանապարհ կար դա լսելու, դա Ամերիկայի ձայնը բոլոր այդ իր խշշոցների բանի մեջ է, մեկ էլ մի փոքր բացվում էր։ Այդ ազատությունն էր գլխավորապես բանանում ինձ այլ ոչ թե ճամփորդությունը ճիշտ ասած եւ ջազը։ Այստեղ 50-ականների բիթնիկների ու 60-70-ականների խորհրդային երիտասարդության նախասիրություններն համընկնում են, թեև նրանք ապրում են տարբեր քաղաքական ու սոցիալական համակարգերում, բայց երկուսն էլ հակադրվում էին գերիշխող կարգին։ Փնտրում էին անհատական ազատություն, ձգտում ստեղծել իրենց սեփական, իսկական աշխարհը, հասարակության պարտադրված սահմաններից դուրս։ Խորհրդային միությունն առհասարակ ռադիոին մեծագույն նշանակություն է տվել։ Говорит Москва. Московское время 8 часов. Начинаем нашу воскресную радиопередачу с добрым утром. Ռադիոֆիկացումը տարածվել է աննախադեպ տեմպերով։ Կրեմլի ուղերձը պիտի հասանելի լիներ մինչև ամենավերջին ու խուլ գյուղերում։ С добрым утром, дорогие друзья! С добрым воскресным утром! Խորհրդային միությունում սառը պատերազմի տարիներին ռադիոն ոչ միայն պետական քարոզչության հիմնական միջոց էր, այլև արտաքին աշխարհի հետ կապ ստեղծելու հնարավորություն։ Տանս ես ունեի երկու տեսակի ռադիո ընդունիչ, որոնց հաճախականությունը 25-ից ավելի կարճ չէր, կարճալիքը 25-ն էր ամենը։ Հետո դառնում էր 25, 31, 40 քանի եւ այլն եւ այլն։ Այդ ալիքներով եթե չէին խլացնում, այդ ռադիոկայանները սովետի ժամանակ խլացնում են շատ անողոք ձևով, անխնա։ Գիշեր ցերեկ խլացնում են։ Խորհրդային միության քաղաքացիները բոլոր հնարավոր ճանապարհներով փորձում էին լսել արտասահմանյան ռադիոկայաններ, մասնավորապես Ամերիկայի ձայնը, Ազատություն ռադիոկայանը, BBC-ն։ Խորհրդային միության քաղաքացիներին արգելվում էր ազատ ճանապարհորդել եւ տեղեկատվություն ստանալ։ Այդ ռադիոկայանները դարձել էին դրսից ինֆորմացիա ստանալու այլընտրանքային աղբյուրն ու արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոցը։ Այստեղ կարելի էր ճշգրիտ տեղեկություն ստանալ աշխարհի մասին, ծանոթանալ արևմտյան մշակույթին, արժեքներին, ի տարբերություն խորհրդային վերահսկվող լրատվամիջոցների, որոնք թաքցնում ու աղավաղում էին իրականությունը։ Անձամբ ես դեռ 80-ականներին, երբ որ լսում էի այդ թշնամական ձայները, դրանք ինձ հասնում էին խշշոցներով, այսպես ինչ-որ ամպրոպներ, կայծակներ, շանթեր, երբեմն բախտդ կարող էր բերել եւ դու հանգիստ լսեիր, բայց որպես կանոն իմ համար այդ սիմվոլը այդ խշշոցն էր, ինչու։ Եթե պարզ օրինակ բերել, օրինակ այն ժամանակ դա կարճալիք էր։ Հիմա կարճալիք այսինչ թիվն է, ենթադրեք չգիտեմ 15.5 Եթե դու այդ նույն 15.5 թվով միացնես խշշոց, ապա այն կսկսի նստել քո հեռարձակման վրա։ Նպատակը դա էր եւ դրա վրա ծախսվում էին հսկայական գումարներ, որոնք մոտավորապես հավասարազոր էին հաղորդումներ հեռարձակելուն, այսինքն սովետը զոր ու գիշեր
խլացնում էր ծախսելով այնքան գումար, որքան ինքը կծախսեր, եթե այդ ալիքներով հաղորդումներ տալ։ Ասում են այն տարիներին մի այսպիսի խոսք կար. այսօր նա ջազ կլսի, իսկ վաղը հայրենիքը կծախի։ Սակայն Խորհրդային Միության ջազի սիրահարները խլացումը շրջանցելու համար դիմում էին գաղտնի տեխնիկական հնարքների։ Ձերքի բանկար ռադիո ունեի, որը սպիդոլա էր կոչվում։ Ու նա էլ այդ նույն հաճախականությունները ուներ ալիքային։ Ու ես ֆիզիկոսների մոտ, գնացի ֆիզիկոսների մոտ, ֆիզիկա ինստիտուտ։ Ու այնտեղ 31-ը, 25-ը, 31-ը ու 40 քանիսը, կարծեմ 43-ը։ Ես փոխեցի, դարձրեցի 13, 16, 19։ Այդ հաճախականությունները սովետում չէին գործում։ Ու այդ սպիդոլայով, այդ հաճախականություններով ես ազատորեն լսում էի հաղորդումներ, որովհետև այդ հաճախականությունները, քանի որ չկային Սովետում, ոչ ոք դրա կարիքը չուներ, որ խլացնեին, իսկ ես լսում էի դրանք։ Ասեմ, գիշեր եւ ցերեկ։ Ինձ համար ժամանակ գոյություն չուներ։ El ֆրանսիական ռադիո Monte Carlo, ici Paris, Ամերիկայի Voice of America, հատուկ ջազային ծրագիր, Willis Conover գիշերով հաղորդում էր։ This is Willis Conover, time for jazz. Այդ ասում էր ու գնաց ու գնաց։ Willis Conover speaking. This is the Voice of America Jazz Hour. The music of jazz parallels the freedom that we have in America, something that not every country has. Գիշերներով, ժամերով լսում էի, անկուն գիշերներ եւ այլն։ Գիտեի ամեն ինչը, դպրոցները, ովքեր, սոլիստներ, կոմպոզիտորները, կատարող, ոճերը, բաները, բոլորը գիտեի ջազում ինչ է կատարվում եւ այլն։ Քանի տարի այդպես։ Ամերիկացի ռադիոհաղորդավար եւ պրոդյուսեր Ուիլիս Քանովերը ԽՍՀՄ-ում հայտնի էր որպես ջազի գուրու։ Ամերիկայի ձայնով հեռարձակվող ջազի ժամ հաղորդումը հիմնվեց 1955 թվականին, դա Միացյալ Նահանգներում ջազի անընդհատ զարգացման նոր փուլի դարաշրջանն էր։ Ջազը, որը էլի է թվերին եւ ավելի շուտ է, սա նույնիսկ ավելի շուտ 60-ականներին էլ, այնքան էլ հասանելի չէր։ Ես ոչ շատ էի սիրում եւ մի փոքր բան կար, ճանապարհ կար դա լսելու, դա Ամերիկայի ձայնը բոլոր այդ իր խշշոցների բանի մեջ է, մեկ էլ մի փոքր բացվում է, դա թույլ են տալիս, երևի համարում են պրոպագանդա ամերիկյան ինչ-որ բանի ապրելակերպի time for jazz։ Այս հաղորդման մեջ ջազը պարզապես երաժշտություն չէր, այլ ջազի մասին գիտելիքի, արևմտյան արժեքների ու ի վերջո ազատ աշխարհից երկաթե պատով փակված տարածքը կապող կամուրջ։ Քանովերի ջազի ժամը հաղորդման շապիկը Դյուկ Էլինգտոնի Take the A Train հայտնի գործն էր։ Ռիմա Տիգրանյանը երիտասարդ սերնդի ջազագետ է։ Նա պատմում է, որ 60-70-ականների ջազի սիրահար երիտասարդության շրջանում Ուիլիս Քանովերը եւ նրա ջազի ժամը հայտնի ու սպասված էր։ 20 տարի առաջ մոտավորապես, երբ ես ուսանող էի, ու սկսել էի արդեն որոշակի հարցազրույցներ վերցնել մեր երաժիշտներից, հատկապես ջազմեններից, անդադար լսում էի Willis Conover Jazz Time անունը եւ այդ բառակապակցությունը, ուզում եի հասկանայի ինչ կապ ունի եւ ինչի է այդ մարդը այդքան կարեւոր մեր գրեթե բոլոր ջազային երաժիշտների համար, ու ոչ միայն ջազային երաժիշտների, այլև 70-80 տարեկան գրեթե բոլոր երաժշտասերների համար։ Եվ սկսեցի հետաքրքրվել, հասկանալ ով էր Willis Conover-ը։ Հիմա որ խոսում եմ Willis Conover-ի մասին, հենց ականջներումս զնգում է This is the Voice of America
the just time, this is the just time։ Այս արտահայտությունը, որը շատ դանդաղ դրված ձայնով արտասանում էր Կոնվերը։ Իր առոգանությունը ինձ ասում են, որ ես անգլերենից բանը անգլերեն իրանով ենք սովորում եւ իմ առոգանությունը տենց ոնց որ թե անգլիական չեմ հիշում ով ասեց այդ Willis Carney տենց որ էտել դրա օգուտներ եւ բայց դեռ իմանում ենք ամենանոր բաները դա քիչ էր իհարկե ոնց պետք է ճարենք եւ լսենք այդ մի մեծ շուկա կար աստղը մեծ չէ էլի բայց այդպես թաքուն շուկա էր մենք ճարում ենք զարմանալիորեն ամենաթարմ ձայնապնակները իսկ ես հիշում եմ որ շատ էի ման գալիս Ջոն Հենդի այդ մի քանի Ջոն Հենդի կան սա վերջինն է չորրորդ եւ Մոնտերեյի փառատոնում այդպես բան նվագեց որ շատ տպավորվել է դե հա ուզում է եւ մի քանի տարի հետո կտա երևի Հետո սկսեցինք տարածվել այդ ուրեմն ձայնագրությունները կասետներով բաբիններով դեռ ժապավեններով էտել կար էտել ունեի հետո դրանց եկան փոխարինելու կասետներ էլի բարձրեն բայց դնում ես այսպես ու ինքն նվագում ես այսպես կասետ հետո արդեն դա դիսկերը գնացին հետո եւ բայց կարևոր դա չի տեխնոլոգիան այլ կարևոր էությունն է դրա մեջ ինչ էր Հաջորդիվ դիտեք Ես Ամերիկա մոլ չեմ եղել, բայց ես ազատություն եմ միշտ սիրել։ Կոնվերը դա, այսպես ասեմ, ամերիկյան փափուկ ուժի մշակութային ձայններ, կարելի ասել։ Բայց ինչու նրա մասին շատ քչերը գիտեին Ամերիկան։ Այ հենց այդ Մոնտի եւ Սմիթի օրենքն էր պատճառը, որովհետեւ նրա հսկայական եւ հրաշալի աշխատանքը հասնում էր միայն արտասահման։ Մեր սերունդը դարձավ այն սերունդը, որը այդ գուփ այդ կիսախավարի այդ սենյակից պատը ծակեց, այս օթանցքը բացեց։